Ուրախ ենք, չէ, այսօր որ այս լույսավոր օրը, պայծառ օրը նույնպես առիթ է ստեղծվել Փառք Աստծու, հավաքվելու, Աստծուն փառաբանելու, իր խոսքը կարդալու, գովերգելու, Փառք Աստծու, որ այստեղ ենք։ Ունենք այդ հնարավորությունը։ Այսօրվա պատգամս իմ վերաբերվելու է խոսքը եւ պատգամը վերաբերվելու է քո կյանքի բոլոր խնդիրների, կարող եմ ասել վերջակետ կամբուտ պատասխանը։ Այսինքն քո կյանքի բոլոր խնդիրների պատասխանը։ Ինչու եմ ընտրել այս նախադասությունը ու պատասխանը, եթե մենք ուշադրի նայում ենք վերնագրին, խնդիր բառը ինքն իրեն արդեն լուծման կարիք ունի։ Եթե մենք ասում ենք քո կյանքի բոլոր խնդիրների պատասխանը, արդեն մենք առաջ ենք անցնում մի քանի քայլեր կարելի է ասել, որովհետև եթե մարդ ունի խնդիր, նա պետք է սկզբից կարողանա լուծում տա։ Բայց մենք հավատացյալները պետք է արդեն ունենանք դրա պատասխանը, ոչ թե մենք խնդրի լուծման մասին պետք է մտածենք, այլ պատասխանի։ Իսկ որտեղ է դրա պատասխանը։ Դրա կյանքի խնդիրների բոլոր պատասխանը գտնվում է Աստվածաշնչում։ Ինձ թվում է մենք բոլորս արդեն չունենք դրա պարզաբանելու ու մենք միանշանակ դա կարող ենք ասել, որ դա այդպես է։ Ցանկացած մարդ, եթե ունեմ դժվարություն, ցանկացած մարդ, նա սկսում է միանգամից մտածել լուծումների մասին։ Այս ձևով կլուծենք այդ խնդրեմը, մեկ այլ ձևով կլուծենք։ Ցանկացած խնդրի ժամանակ դու լուծում ես տալի, հետո կարողանում ես, եթե իհարկե տարբեր լուծումներով կարող ես ստանալ այդ պատասխանը։ Բայց ինչպես նշեցի, այստեղ թաքնված է մի շատ կարևոր բայց։ Եթե մենք գիտենք, թե ով է Աստվածը, ով է Տերը, Աստծո Որդին, որը տիրում է բոլոր իրավիճակներին, ու նա է հանդիսանում բոլոր իրավիճակների Տերը։ Ինչ ենք ուզում ասենք մենք սրանով։ Դա նա է, որ Աստծո արդեն խոսքը ու այդ իրավիճակը, հենց դա է պատասխանը։ Այսինքն Աստված, եթե դու ունես խնդիր, լուծման մասին մի մտածի։ Դու արդեն հավատացյալ մարդը գիտի դրա միանգամից պատասխանը։ Եվ հետո պատասխանը իմանալուց հետո նա կարող է մտածել ինչ լուծումով կարելի է ավելի ճիշտ ուղին որոշել ու գտնել։ Եթե մենք հավատացյալներս մոտիկ չենք Աստծուն, նրա խոսքին, ապա պատասխանները, լուծումները շատ ավելի դժվար են լինելու։ Իսկ եթե մենք ավելի մոտիկ ենք, նրան ավելի մոտիկացած ենք, շատ ավելի դյուրին, հեշտ, արագ են լինելու, անցավ, բավականին շատ կարողանալու ենք պայքարենք այդ դժվարությունների դեմ, որովհետև արդեն մենք ունենք պատրաստի պատասխանները։ Իսկ Աստծո հետ մոտիկ լինելով ինչ ենք մենք նկատի ունենում։ Նկատի ենք ունենում, եթե մենք Աստծո հետ ուզում ենք մոտիկություն անենք, մենք պետք է Աստվածաշունչը ավելի կարդանք, ուսումնասիրենք, մոտիկանանք, ինչպես ասած նրա գրվածը ի կատարածենք։ Այդ դեպքում մենք արդեն կարողանում մոտիկանանք Աստծո հետ։ Եվ եթե մենք ինչքան շատ ենք այն ուսումնասիրում, ինչքան շատ ենք մենք ժամանակ անցկացնում Աստծո խոսքի հետ, մենք այնքան ավելի ենք մոտիկանում ու մեր տեղը այդ հավատացյալների շարքում էլ ավելի է զորանում ու զարգանում։ Աստված թողնում է, որ դու իրան ինչքան ուզում ես մոտիկանալ, բայց շատ ժամանակ մենք դա անում ենք ինչպես ցանկանում ենք, ինչպես կարողանում ենք։ Հիմա տեսեք, մարդիկ կան, որ եկեղեցի ուղղակի չեն հաճախում, չեն գալի, նրանք ուղղակի չեն մոտիկանում Աստծուն, չեն կարողանում մոտիկ գալ, որովհետև նրանք Աստծո խոսքը չեն կարողանում իմանան, սովորեն, թե ինչա ուզում, ինչա պահանջում իրանից
Աստված։ Եթե մենք մտածում ենք, թե մեր եկեղեցում ամեն ինչ շատ լավ է, մաքուր է, ամեն ինչ լավ է, պարզ է, չէ, մենք այդտեղ կարող ենք ասել, որ ինչ-որ բաներով սխալվում ենք։ Բայց այստեղ էլ կա մի հատ շատ կարևոր բայց։ Երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, մենք պետք է հասկանանք, որ եկեղեցում Տերը Աստված է։ Այստեղ շատ բայցեր փոխվում է։ Մենք կարող ենք անգամ դրսում ինչ-որտեղ մեր քույրիկին, եղբայրին ինչ-որտեղ մի վիրավորական բան ասվի, անկախ մեզանից նեղացնենք, բայց երբ որ մենք գալիս ենք եկեղեցում, դա ամեն ինչ փոխվում է։ Այդ անգամ այդ վիրավորական բանը ոչ դու ես զգում, ոչ նա է զգում, այնքան ջերմ ու մտերիմ է լինում այդ ամեն ինչը, այդ եկեղեցու, այդ բոլոր շարժումները, բոլոր մարդկանց վերաբերմունքը, որ դու լիովին մոռանում ես դա։ Դա նրանից է, որ եկեղեցու միակ Տերը Աստվածն է։ Նա է արդեն առաջնորդում այդ ամենին, որ դու չկարողանաս ոչ նեղանաս, ոչ ուզվես, ընկերոջդ հետ միասին հասկանաս նրան, ուրեմն դա նրա կամքն էր։ Դա շատ կարևորներից մեկն է, ինձ թվում է, որ պետք է մարդ հասկանալ եւ ինքը վարվի այնպես դրսում, ինչպես որ եկեղեցում իր քույր ու եղբայրներն են, առաջնորդվի Աստծով։ Ես ուզում եմ կարդամ ընթերցել Սաղմոս 42-ից առաջի եւ երկրորդ մասերը։ Սաղմոս 42 ծառավ Աստծո համար։ Ինչպես եղջերուն է ջրի վտակներին փափագում, այնպես էլ անձը քեզ է փափագում, ով Աստված։ Հոգիս ծարավի է Աստծո կենթանի Աստծոն, երբ եմ գալու ու երևալու Աստծո առջև։ Սաղմոս 42-ը ծառավ Աստծո համար։ Հիմա տեսեք, եթե մենք այստեղ նշում ենք ծառավ լինելու մասին, ինչքան մենք մոտիկանում ենք Աստծոն, Աստծո խոսքերին, այնքան մեր ծառավը հագենում է, դա այդ ծառավի մասին է, Աստծո խոսքի ծառավի մասին է։ Եվ ընդհանրապես, եթե հավատացյալը ծառավ է, եւ նա անդադար խմում է այդ ջուրը, այսինքն Աստծո խոսքերի ջուրը, նա սկսում է կամաց հագենալ։ Երբ որ հավատացյալը հագենում է, օրինակ ծառավ, երբ ծառան մեզ վտակից ջուր ես խմում, երբ որ դու հագենում ես, այդ հավատացյալը դառնում է որպես առու, գետ արդեն, հոգևոր գետ։ Իսկ եթե դու դառնում ես որպես հավատացյալ Աստծո ծառավը, որպես հոգևոր գետ, դու ուզես չուզես, պետքա վտակներ տաս։ Իսկ այդ վտակները, որ դու թողում ես, արդեն դու թողում ես այն հավատացյալների ծառավ հավատացյալների համար, որոնք պետք է սնվեն դրանից եւ դառնան նույնպես ուժեղանան, հզորանան, նույնպես դառնան առու, հոգևոր ձևով լցված լինեն։ Դա շատ կարեւոր է, որ մենք լինենք Աստծո խոսքին ծառավ ու ճիշտ է հագեցնելը դա անհնար է, բայց հնարավորին չափով հագենանք։ Իսկ եթե մենք դա հագենում ենք, մենք արդեն այստեղից կարող ենք հետևություն անել մեր հենց պատգամի վերնագրին, որը ինչ էր ասում, մեր պատգամի վերնագիրը։ Մենք երբ որ սկսում ենք այն հագենալ, այսօր մենք սկսում ենք արդեն ունենալ մեր բոլոր կյանքի խնդիրների պատասխանը, որովհետև մենք առաջնորդվում ենք ավետարանով, մենք առաջնորդվում ենք Աստծո խոսքով, մենք առաջնորդվում ենք այն ամենով, ինչ գրված է Սուրբ գրքում։ Եվ սա է պատճառը, որպեսզի մենք կարողանանք լինենք, ինչպես Սաղմոս 42-ում է ասվում, ծառավ Աստծո համար։ Թող մենք լինենք այն մարդիկ, այն սկսակները թող լինեն այնպիսի ծառավ, որպեսզի կարողանան գոնե սկզբնական ջուր խմեն վտակներից, որպեսզի ինչ-որ չափով նրանք նույնպես կարողանան զարգանան, Աստծո խոսքը իրենց մեջ մտցնեն, ուժեղացնեն եւ դառնան ավելի վտակից դուրս գան ու դառնան ավելի հորդառատ առու, այսպես ասեմ։
Պատգամս ուզում եմ ավարտեմ այսքանով եւ ուզում եմ որպեսզի մենք ընդունենք այն պատասխանները, ինչպես դա Աստծո կամքն է։ Եթե մենք դա ընդունենք այդպես, ցանկացած խնդրի լուծումը արդեն մենք ունենանք այդ պատասխանը ու համարենք, որ դա Աստծո կամքն է, արդեն մենք հավատացեք, որ օգտվել ենք այն վտակային ծառավ ջրից, Աստծո խոսքից, որը մեզ տալու է ուժ, զորացնելու է ու ստանալու ենք մենք այդ օրհնությունը։ Շնորհակալություն։